Ճիշտ է։ Հա։ Գրողը տանի վարուս դու ասում եք նրանք Հայաստանում չեն։ Դա ընդհանրապես ենթադրություն էր։ Ոնց է Բեկին հաջողվել մուտք գործել հիվանդանոց ու սպանել նրան։ Չգիտեմ, դա է փորձում բարձր։ Դու տեղյակ ես, թե որտեղ է Դավիթը։ Մենակ խնդրում եմ ինձ ճիշտն ասել։ Սյուզե դու իմ ամոթեր ես։ Ինչ կապ ունի, թե ես որտեղ եմ, դու հարցիս պատասխանի։ Ուրեմն կապ ունի, որ հարցնում եմ։ Այգիում եմ, ուզում էի տուն գնալ։ Դե գնա տուն ու սպասի իմ զանգին։ Երբ կզանգես։ Չգիտեմ, մի ժամ կեսից։ Լավ, կսպասեմ։ Վարուժ, շենքի մոտ ես արդեն իջնեմ։ Չէ, Չեմ հասկանում։ քեզ հետևում է Սյուզի։ Պետք չի, որ մեզ միասին տեսնել։ Ո՞ր է հետևում։ Ինձնից լավ գիտես։ Այդ դեպքում տուն բարձրացի կխոսենք։ Չէ, չեմ ուզում ծնողներդ իմանան այս ամեն ինչի մասին։ Դու բարձրացի ձեր շենքի տանիք, ես կողքի մուտքով կբարձրանամ։ Լավ։ Ասա, որ Դավիթի հետ ամեն ինչ կարգին է, ասա, որ նա ողջ է։ Դավիթը ողջ է։ Ես վստահ եմ, որ դու գիտես, թե նրանք որտեղ են թաքնվում։ Խնդրում եմ, տարես նրա մոտ։ Ամեն ինչ այդքան հեշտ չի, Սյուզի։ Հա, ես հասկանում եմ, ուղղակի շատ եմ ուզում Դավիթին տեսնել։ Ախր դու հիմա հանդիպես տղաներին, դու ավտոմատ դառնում ես նրանց հանցակիցը։ Բոլոր հետևանքներով։ Ինձ համար դա նշանակություն չունի։ Չես հասկանում, ախր։ Բեկի մարդիկ շատ վտանգավոր են, նրանք քեզ հետևում են։ Ու հնարավոր է քեզ բռնեն։ Ու քեզնով շանտաժի ենթարկեն Դավիթին, նա իր ստիպած հանձնվի։ Դու չես պատկերացնում ինչ վտանգավոր մարդկանց հետ գործ ունենք։ Սարգիսի սպանությունը հիվանդանոցում քեզ վառ օրինակ։ Հա, ես հասկանում եմ։ Ուղղակի շատ եմ սիրում Դավիթին ու չեմ ուզում նրան մենակ թողնել։ Դու քո ներկայությունով կվնասես Դավիթին։ Չեմ խանգարի, խոստանում եմ։ Ես շատ զգույշ կլինեմ։ Լավ, մի բան կմտածեմ։ Երբ կարող եմ Դավիթին տեսնել։ Ես քանի օր եմ, բայց ես մեր խոսակցության մասին ոչ ոք ոչինչ չպետք է իմանա։ Լավ։ Գնաս։ Հա, պարոն գնդապետ։ Որտե՞ղ ես, Վարուժ։ Պատրաստվում եմ բաժին գնամ։ Ռեստորանում իսկական արյունոց սպանդանոց են սարքել։ Զինված մարդիկ ներս են մտել ու գնդակարել են 4 քրեական հեղինակությունների, այդ թվում Չավին ու Ֆրանկին։